Դեկտեմբերի 20-ից ԱՊԱ-ի գործակալությունները աշխատելու են արտակարգ ռեժիմով, համոզված է ավտովարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Էդուարդ Հովհաննիսյանը։ Միշտ վերջի օրերին են անում, ինչը ապացուցեց անցյալ տարվա տեղզանում անցկացնելու հարցը։ Ասում են 2000 գործակալ կան, բայց ամեն տեղ չի, որ այդ 2000 գործակալը կա։ Շրջանառվող լուրերը, թե ԱՊԱ-ի գործընթացը 2011 թվականի հունվարի 1-ից հետո կարող է երկարաձգվել, նա համարեց անհիմն։ Դու կարաս մինչև ամսի 10-ը, հունվարի 10-ը անցկացնես այդ ապահովագրությունը իրականացնես մինչև հունվարի 10-ը, բայց չվարես մեքենան։ Եթե վարեցիր, ուրեմն տուգանքը արդեն կլինի 50,000։ Ով մտադիր չի շահագործել մեքենան, տրանսպորտային միջոցները ժամանակավոր հանեն հաշվառումից։ Հայաստանի կենտրոնական բանկի տվյալներով ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրությունը այսօր ընթանում է ակտիվ տեմպերով, թեև նոյեմբերի 26-ի դրությամբ ապահովագրական պոլիսներ ստացել է վարորդների մոտ 14%-ը։ Մեր բնակչության այդ իրավիճակից ելնելով ճիշտ է, որովհետև դրանից խաղաղագին խնդիրներ ա լինում, բավականին խնդիրներ են լինում, էլ այդ ասենք դեպքեր ա լինում, որ մեծ աղմուկ ա բարձրանում։ Շատ լավ բան է, եթե կարողանան այստեղ իրագործեն նենց ոնց որ ճիշտն է։ Այսինքն, որ դիմացի մեքենան վերանորոգվի շատ կարճ ժամանակում, ոչ թե ձգձգվի ամիսներով։ Իդեպ ավտոպատահարներից ապահովագրելու գործընթացը մի քանի տարի է գործարկվում է Ռուսաստանում եւ ըստ որոշ վիճակագրության անհաջող։ Էդուարդ Հովհաննիսյանը բացառեց, որ Հայաստանում գործող 8 ընկերությունները կդիմեն մեքենայությունների կամ ի վիճակի չեն լինի կատարել գործարքները։ Նա նաեւ տեղեկացրեց, որ ԱՊԱ-ից օգտվող շատ վարորդներ այսօր սկսել են գործածել նաեւ հատուկ տեսախցիկներ, որոնք արձանագրում են ավտոմեքենայի ողջ ընթացքը եւ պատահարները։ Գայանե Հակոբյան, Հասմիկ Ֆարոյան, IPV։